Ողջույն բոլորին իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր կպատրաստենք մարմարե տորտ, խորհուրդ կտամ անպայման փորձեք, շատ համեղ է ստացվում, հիմա մի կտոր կկտրեմ և ձեզ ցույց կտամ, թե ինչքան փխրուն է, բերանի մեջ հալվող խմոր է ստացվում, տեսեք ինչ գեղեցիկ տեսք ունի, Դե ինչ, այն պատրաստելու համար մեզ հարկավոր է 300 գրամ կարագ, 5 ծու, 2 ճաշի գդալ կակաո, 2 ճաշի գդալ կաթ, 150 գրամ մածուն, 2 ճաշի գդալ օսլա, 1 պտղունց աղ, 380 գրամ ալյուր, 280 գրամ շաքարավազ, կիտրոնի կեղև, վանիլին և փխրեցուցիչ Առաջին հերթին պետք է լավ հարենք կարագը։ Այնուհետև քիչ-քիչ կավելացնենք շաքարավազը և կշարունակենք հարել։ Լավ հարելուց հետո կավելացնենք վանիլինը։ Այնուհետև հատ-հատ կավելացնենք ձուն և ամեն ձուն ավելացնելուց հետո պետք է լավ հարենք։ Չենք մոռանում ավելացնել աղը, իսկ հիմա առանձին ամանի մեջ կխառնենք ալյուրը, օսլան, փխրեցուցիչը և կիտրոնի կեղևը։ Չոր բաղադրիչների զանգվածը կավելացնենք խմորին, քիչ-քիչ իհարկե, և կհարենք այնքան, մինչև որ միասեռ զանգված դառնա։
Լավ հարելուց հետո կավելացնենք մածունը և կրկին կհարենք։ Առանձին ամանի մեջ լցնում ենք 1/3 մեր խմորի և վրան ավելացնում ենք կակաոն և կաթը և խառնում ենք։ Եվ այսպես մեր երկու զանգվածները պատրաստ են։ Այնուհետև մեր ամանը յուղոտում ենք և վրան ավելացնում ենք ալյուր, որպեսզի չկպչի և հեշտ դուրս գա մեր տորթը։ Առաջին հերթին լցնում ենք բաց գույնի զանգվածը ամբողջությամբ, այնուհետև վրան լցնում ենք շոկոլադե զանգվածը։ Իսկ հետո պատարագաղով այսպես կլոր շարժումներով մեր խմորեղենին այդ մարմարե տեսքն ենք տալիս։ Ջեռոցը նախապես տաքացնում ենք 170 աստիճանի տակ, վերև և ներքև, և կթխենք 55-ից 60 րոպե։ Վերջում լավ հարթեցնում ենք և թխում ենք։ Ահա և մեր տորթը պատրաստ է, հիմա կթողենք որպեսզի սառի, նոր կհանենք ֆորմայի մեջից։ Տեսեք ինչ գեղեցիկ տեսք ունի։ Հուսով եմ հավանեցիք այս տեսանյութը, կսպասեմ ձեր մեկնաբանություններին, ձեր լայքերին և իհարկե շատ ուրախ կլինեմ, եթե բաժանորդագրվեք իմ ալիքին։